Հաջորդը դա սառը հաշվարկն է, այսինքն ոչ հուզական քաղաքականություն։ Լույսի բանակը մերժում է ճակերտավոր եղբայրական ու ճակերտավոր պատմական բարեկամության ինքնախապկանքը։ Միջազգային հարաբերություններում գործում է մենակ շահը, ու մեր իշխանություն ունենալու ժամանակ հայկական պետությունը կխոսա մենակ այդ լեզվով, առանց պատրանքների, առանց կախվածության ու առանց ստորացման։ Ազգային անվտանգությունը մեր համար ոչ թե ճառ է, այլ գոյության պայման, ու դա ոչ թե ինչ-որ բանի արձագանք է, այլ հստակ նախաձեռնություն, որի բովանդակությունը հստակ է, ոչ թե օտարների պաշտպանություն, այլ սեփական ուժի կազմակերպում։ Լույսի բանակի մոտեցումը էս է։ Այն պետությունը, որը կանգնած է իր սեփական ոտերի վրա, ինքը ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի։ Միգուցե օգնության կամ աջակցության, բայց ոչ երբեք պաշտպանության, որովհետև դա իրականում ամոթ է ցանկացած իրան հարգող պետության ու արժանապատվություն ունեցող ժողովրդի համար։ Մանավանդ մեր դեպքում, որ մենք մեր ազգի մեջ նենց մարդիկ ունենք, նենց գիտնականներ ու ուղեղներ, որ կրկնակի անգամ ամոթ է ինչ-որ մեկից կախվածության մեջ ապրելը։